Ես աշխատել եմ շատ կանանց հետ, ովքեր վաղ կորցրել են ամուսիններին, ծանոթ եմ շատ տղամարդկանց, ովքեր կորցրել են վաղ իրենց կանանց, եւ իրենց հոգու ամենամեծ ցավը իրենք արտահայտում են այդ միայնակության զգացումի մեջ, հատկապես եթե զույգերը շատ իրար հետ այսպես հոգեվոր կապվածություն են ունենում, եւ չեմ ցանկանա, որ այսօրվա երիտասարդները այդ դատարկությունը ճաշակեն, ու ինձ թվում է ապաթիկ վիճակը այսօրվա երիտասարդության, ագրեսիվ նույնիսկ վիճակները, աննպատակ ապրելու այդ տենդենսներից է գալիս, որ իրենք էլ չգիտեն իրենք ինչի համար են ինչ-որ մի բան անում, իսկ ընտանիքը, երեխան, զավակները դրանք մոտիվացիոն ամենահզոր գործոններ են մարդու զարգացման համար, առաջ խաղացման համար, երբ որ դու ուզում ես անել, ոչ միայն քեզ համար, այլ նաև ինչ-որ մեկի համար, որը քեզանից է լույս աշխարհ եկել։ Այո։ Ինչ-որ մի կտորն է, քո ինչ-որ մի բաժինն է, քո տեսակի շարունակությունն է, հա։ Այո։